Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը Հայաստանում է։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար շնորհվող պետական մրցանակի 2024 թվականի դափնեկիր AIP Lab կոնսորցիումի հիմնադիր եւ արհեստական բանականության գործընկերային համակարգ հանդիսացող Locomtech լաբորատորիայի նախագահ դոկտոր Յոշակի Դեյմոն Հագիվարան Viva-ի կենտրոնական գրասենյակում էր մասնակցելու մրցանակաբաշխության առթիվ կազմակերպված ասուլիսին։ 15 տարի արդեն նշվում է այս միջոցառումը, այսինքն 15 տարի մենք հարգանքի եւ շնորհակալության խոսքեր ենք փոխանցում այն մարդկանց, որոնք մեծ ներդրում են ունեցել տեխնոլոգիական աշխարհում, բարձր տեխնոլոգիական աշխարհում։ Մյուս կողմից 15 տարի անընդմեջ թիմը աշխատում է, որպեսզի ճանաչելի դարձնի նաեւ Հայաստանը։ Այսինքն մենք տարիներ շարունակ դա եւս երազանքի մասին է եւ այդ երազանքներին հասնելու ճանապարհն է, երբ որ մենք ուզում ենք դարձնենք Հայաստանը որպես տեխնոլոգիական հաբ, որպես տաղանդների հաբ։ 15 տարի շարունակ Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, որը 15 տարվա ընթացքում հատկացրել է ավելի քան 297 միլիոն դրամ։ Հիմքում համոզմունքն է, որ երկրի զարգացման համար կարևոր է պետություն մասնավոր հատված գործակցությունը, հատկապես երկրի մրցակցային առավելությունը հանդիսացող ոլորտների զարգացման առումով։ Կան իրադարձություններ, որոնց թողած երկարաժամկետ ազդեցությունը դժվար է գնահատել մեկ ասուլիսի շրջանակում։ Արդեն 15 տարի անընդմեջ պատիվ ունենք Viva-ի այս դահլիճում ընդունելու Global High-Tech-ի դափնեկիրներին։ Սա ոչ թե ուղղակի մրցանակաբաշխություն է, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրած ահռելի փորձի ներկայացում։ Դափնեկիրներից յուրաքանչյուրի անցած ուղին խելացի ապագա կառուցելու յուրօրինակ ուղեցույց է աշխարհի բոլոր երկրների համար։ Դոկտոր Հագիվարա, ողջունում ենք ձեզ այս այցը ընդունելով որպես կարևոր պատգամ, նպաստել ՏՏ ոլորտում առկա ներուժի շարունակական բացահայտմանը, այս ոլորտում մեր երկրի արդեն իսկ ձեռք բերված վարկանիշի բարձրացմանը, գնահատել կայուն կապիտալի, գիտելիքի դերը եւ հետեւողական քայլերով շարժվել աշխարհի զարգացման տեմպին համընթաց, փորձելով գերազանցել այն։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք, ինչը մեզ համար մեծ պատիվ է։ Նախաձեռնողն ու աջակիցը Synopsys Armenia ընկերությունն է, որի հետ հաջող գործակցության արդյունքում տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում եւ համաշխարհային տնտեսության մեջ։ Համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում լուրջ դերակատարում ունեցող մարդկանց քանակը բավական շատ է, բայց նրանցից քչերն են, որոնց ներդրումները բերել են հեղափոխական արդյունքի մարդկանց կյանքի ընթացքը դրական առումով փոխելու առումով եւ այս մրցանակաբաշխության հենց տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի մենք հաղթողներին որոշելով հրավիրենք մեր երկիր, մեծարենք նրանց, հաղորդակից դարձնենք մեր գիտակրթական ոլորտի եւ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հետ։ Մեր ընտանիքի համար արտարոց երևույթ է արտերկիր մեկնելը։ Հայաստանում այցելել ենք տաճարներ, թանգարաններ, ծանոթացել ենք ձեր հին մշակույթին։ Մշտապես կարևորում է միջմշակութային շփումները, տարբեր ազգերի մշակույթներին առնչվելն ու լավագույնը վերցնելը։ Անընդհատ սովորելը կենսակերպ է եղել, լինի դա օտար լեզու թե մասնագիտական գիտելիք։ Յոշակի Հագիվարան ներկայացրել է գործունեության ամենակարևոր դրվագներն ու ուղղությունները, իր մասնակցությամբ իրականացված նախագծերն ու տեխնոլոգիական հիմնական ձեռքբերումները։ Հագիվարայի օրակարգը Հայաստանում հագեցած է։ Այդ տարբեր գերատեսչություններ, բուհեր, կրթական կենտրոններ, նաև դասախոսություններ։ Իդեպ գործընկեր կազմակերպությունները Viva-ն եւ Synopsys Armenia-ն համատեղ հաջողված ծրագրեր են իրականացրել նաև այդ կենտրոններում, երիտասարդների համար կրթության լավագույն միջավայր ստեղծելու նպատակով։ Իսկ նախորդային ավանդույթի համաձայն կառավարությունում անցկացվել է թեմային նվիրված նամականիշով փոստային բացիկի եւ հատուկ ծրարի մարման արարողությունը։